քաղաքական առումով հակահեգենիկ է, երբ որ պատերազմի հրձիքը այլոց մեջ պատերազմի կուսակցություն է փնտրում։ Այս երկրում մի պատերազմի հրձիկ կա, որի անունը Նիկոլ Փաշինյանն է, ընդ որում այդ արտահայտվել է օրինակ 2018-20 թվականների իր քաղաքականությամբ։ Այդ արտահայտվել է նաև հետպատերազմյան իր մի քանի արկածախնդրություններով, մարդ, որի օրոք 4-5 պատերազմ է տեսել մեր երկիրը, իր նախորդներին մեղադրում է պատերազմի իրարման մեջ կամ պատերազմ բերելու ռիսկերի մեջ։ Այս նույնիսկ ծիծաղել էլ չի, ողբերգական է։ Սա մեկ, երկրորդ, ես առիթ ունեցել եմ ասելու, որ Նիկոլ Փաշինյանի այդ երկընտրանքը առաջիկա ընտրական գործընթացը պատերազմի եւ խաղաղության կուսակցությունների պայքար ներկայացնելու առումով սին դատարկ երկընտրանք է, կեղծ։ Անգամ եվրոպական կառույցի ամբիոնից հայտարարեց։ Դրան էլ կանրադառնամ։ Երբ որ նա ինքնիշխանությունը քացուտակ էր գցում իր աթոռը պահելու համար, առանց ամաչելու Հայաստանի ներքաղաքական հակադրությունը միջազգայնացնում էր, ցույց տալով, որ Հայաստանը ինքնիշխան երկիր չի, իր ղեկավարած Հայաստանը։ Չկա պատերազմ, խաղաղություն, երկընտրանք։ Հայաստանում չկա անդիմադիր դաշտի որևէ կուսակցություն, կրկնում եմ, չկա անդիմադիր դաշտի որևէ կուսակցություն, որը պատերազմի կոչ անի կամ մի կոչ հնչեցնի, որի պատճառով կարող է պատերազմ հրահրվել։ Նույնիսկ արցախցիների վերադարձի մասին չենք խոսում, հասկանալով, որ այս պահին դա անիրատեսական եւ գետնից կտրված պահանջ կլինի։ Դատարկաբանության բացված խաղաղության մոդելների վեճ կա։ Այսօր Արցախը, անկախության հռչակագիրը համարում են ական Հայաստանի համար։ Համարում է սադրանք։ Ճիշտ է։ Ինստիտուտի տնօրենին հեռացրին Նիկոլ Փաշինյանը ասում է, որ որևէ հղում նոր սահմանադրության մեջ չի լինելու, որտեղ դա կոնֆլիկտի հռչակագիր է։ Հիմա տեսեք, եթե այսօր ինքը սադրանք համարում հռչակագիրը Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի տնօրենի կողմից Պարսաշյան նոտարիա հյուրին Արցախի մասին գրականության, ընդհանուր գիտական գրականության, շեշտենք, նվիրել է արարողակարգային նվերը որպես կասկած չունենաք, որ վերընտրության պարագայում Նիկոլ Փաշինյանը սպառնալիք կամ սադրանք համարելու Ցեղասպանության ինստիտուտը, Ցեղասպանության հուշարձանը